Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ես նորից սպասում էի, որ այս հարցի քննարկման ժամանակ գոնե ուժեղ Հայաստան խմբակցության անունից կհնչի ելույթ եւ կհնչի ներողություն հայ զինծառայողների մահը կամենալու համար, իրենց խմբակցության անդամի կողմից եւ կրկին չհնչեց։ Դրա փոխարեն նորից ելույթ ունեցավ Էդգար Ղազարյանը, ով այս անգամ արդեն ավելի հեռու գնաց, ասաց, որ մեր խմբակցության անդամների ինչ-որ տեղափոխության հարցերով էր զբաղվում, փորձում էր զբաղվել առնվազն, պարոն Ղազարյան, դա լավ դաշտ չի։ Հավատացնում եմ ձեզ, եթե մենք սկսենք տեղափոխության հարցերով զբաղվել, շատ ավելի հետաքրքիր լուծումներ կգտնենք եւ շատ ավելի հետաքրքիր բաների կհանգենք վերջի վերջո, ու ընդհանրապես առհասարակ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ դուք ինքներդ միջև падգամավոր դառնալը պնդում էիք, որ եթե ընդդիմությունը վերցնի մանդատներ, ապա 5 տարի շարունակ ենթարկվելու է ծաղրի եւ ծեծի իշխանության կողմից, հիմա ակնհայտորեն դրա հակադիր պատկերը տեսնելով, ամենայն հավանականությամբ այն վերջի աթոռում դուք կնստեք, որպես անկախ падգամավոր առանձնացած ձեր խմբակցությունից, պարոն Ղազարյան, բայց ինչևէ, այն առաջարկը, որ ուժեղ Հայաստան խմբակցությունը, առաջարկը չէ, սա պնդում է, հարգելի գործընկերներ, եւ սա իրապես պնդում է։ Եկեք ես մի այսպիսի բան եմ առաջարկում, մի այսպիսի բանաձև եմ առաջարկում, հա։ Իմ տպավորությամբ, անկեղծորեն ասած, Էդգար Ղազարյանը ընդդիմադիր քաղաքական դաշտի բանն է, բարոյականության կողմնացույցն է, այսպես։ Էդգար Ղազարյանը, եթե այստեղից գա ու ներողություն խնդրի իր ասածների համար, դա կընկալենք։ Եթե ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարը կամ քարտուղար ներողություն խնդրեն իրենց խմբակցության անդամի փոխարեն, դա էլ կընկալենք։ Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, հարգելի գործընկերներ, ասում եմ խմբակցության Մարտիրոսյանը մեր մոտից է, նախագահությունից է, ձեր մոտից պետք է խնդրեմ։ Այդ արդեն չէ, չեղավ այդ, ժողովուրդ ջան։ Խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հարգելի գործընկերներ, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը, շնորհակալություն։